Ողջույն Սևան, ողջույն սիրելի հայրենակիցներ։ Ես իհարկե միամտություն ունեցա Սևան գալ մի վերնաշապիկով, բայց ձեր ջերմությունը լրիվ տեղահանում է եւ մենք վստահ ենք, որ միասին հունիսի 7-ին իրականացնելու ենք մեր հիմնական ծրագիրը, այն է իշխանափոխությունը։ Սիրելի հայրենակիցներ, մենք այստեղ կանգնած ենք այս ճակատագրական փուլում մի թիմով, ում գործունեությունը ձեր աչքի առջև է եղել անցնող տարիներին։ Սևանում ենք հատկապես ուզում եմ նշել Իշխան Սաղաթելյանի իրականացրած գործունեությունը։ Դուք բոլորը տեսել եք, որ այն ժամանակ, երբ շատերը խուսափել են պատասխանատվությունից, Իշխան Սաղաթելյանը, մեր ամբողջ քաղաքական թիմը չի վարանել, չի կասկածել, գնացել է պայքարի, պայքարել է եւ հիմա մեր պայքարի ամենակարևոր հանգրվաններից մեկն է եւ մենք միասին փոխելու ենք այդ իրավիճակը։ Ես ուզում եմ իսկապես մենք ոգով ամրանանք առաջիկա օրերի համար, որովհետև մենք պետքա վռնդենք մեզ պատերազմ բերածներին, պարտություն բերածներին, մեր երկրի ներսուն թշնաման կարմատացրածներին, Հայաստանը սփյուռքից կտրածներին, մարդկանց, ովքեր խաղամոլությունն ու թմրամոլությունը դարձրել են այսօրվա Հայաստանի բրենդը։ Սա այն իրավիճակն է, որ մենք միասին փոխելու ենք։ Որովհետև անհնար է ապրել Հայաստանում այն ատելությամբ, այն պառակտվածությամբ, որ հիմա կա, ունենալով իրական թշնամիներ մեր երկրի սահմաններից դուրս, անթույլատրելի է թշնամության է մթնոլորտը, որ հիմա կա։ Հասել ենք ընդհուպ նրան, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում մարդիկ նույնիսկ դանակահարում են քաղաքական հայացքների համար։ Իմ գործընկերները նշեցին, բայց սա շատ կարևոր է։ Այսօր ինչ վիճակում ենք։ Այս մարդիկ մեզ ասում են, մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Լավ, ոնց հնարավոր էր հասնել այս հանգրվանի, որ քեզ էթնիկ զտման ենթարկածը։ Մինչև հիմա քո տարածքներն օկուպացրածը, հիմա ի վերջո գիտենք, չէ, Գեղարքյունիքում էլ, Սյունիքում էլ օկուպացված տարածքներ ունենք։ Ոնց կարա մի երկիր, որ քո տարածքներն օկուպացրել է, համարվի քո երաշխավորը անվտանգության։ Ոնց կարա մի երկիր, որ քո գերիներին նույնիսկ քեզ չի տալիս, քո խոշտանգում է քո հայրենակիցներին համարվի քո անվտանգության երաշխիքը։ Հետևաբար, այս մարդիկ, եթե շատ ոգևորված են նման անվտանգությամբ, իրանց կարող ենք ուղարկել Բաքու, թող գնան վայելեն այդ անվտանգությունը։ Մենք նոր երաշխավորներ կգտնենք։ Այո, մենք ինչպես տեսնում ենք մեր շորերի վրա, Հայաստանի քարտեզը չունենք, չենք փակցրել։ Դա անամոթաբար փակցրել են մարդիկ, ում կառավարման օրոք մենք տարածքներ ունենք օկուպացված։ Մեր ամբողջ պատմության ընթացքում երբեք Հայաստանի սուվերեն տարածքներից մի սանտիմետր օկուպացված չի եղել։ Հենց այն մարդիկ, ում օրոք նույնիսկ ադրբեջանցիները քայլելով եկան օկուպացրեցին մեր տարածքները, հիմա ոգևորված քարտեզը կպցնում են իրենց դոշին։ Մենք այդ իրավիճակը փոխելու ենք եւ չենք համակերպվելու նրա հետ, որ պետք է խաղաղություն ասել, բայց ունենալ օկուպացված տարածքներ։ Առաջիկա օրերին սիրելի հայրենակիցներ։ Հմեկի երեխան ճիշտ բաներ ասում։ Հայաստան, Հայաստան, Հայաստան։ Առաջիկա օրերին դուք հավանաբար Հմեկի տաղավարից Հանրապետության հրապարակից կլսեք ստի ու կեղծիքի վերջին չափաբաժինը։ Ոչինչ, թող այդ վերջին ստերն էլ ասեն, միևնույնն է մի քանի օրից պետք է իրանք վռնդվեն եւ մեր երկրից վերանա այդ սուտը, կեղծիքը, մանիպուլյացիան, ատելության խոսքը եւ մենք պետք է հաստատենք կայունություն քաոսի փոխարեն, համերաշխություն պառակտվածության փոխարեն։ Այս օրերին ինձ ամենահաճախը գիտեք ինչ են ասում, վստահ եմ ձեր շրջապատում էլ են ասում են, եթե սա վերընտրվի, մենք երկրից գնալու ենք, հաճախ եմ այս խոսքը լսում, չէ սիրելի հայրենակիցներ, երկրից նեղանալ չկա, ընդհակառակը, պինդ, ամեն մեկս իրա դիրքում կանգնած պահելու ենք այս երկիրը, իսկ նրանք, ովքեր մեր երկրի թշնամիներն են ներսում, ուղղակի վռնդելու ենք, պահել երկիրը։
Եվ մի բան էլ, դուք տեսնում եք, որ սրանց հավաքներին ստիպողաբար ուսուցիչներին, պետական ապարատի աշխատակիցներին ստիպողաբար իսկապես տանում ու ասում են լսեք, թե ինչ է ասում այս ազգադավը։ Սիրելի ուսուցիչներ, պետական համակարգի սիրելի աշխատակիցներ, ես գիտեմ, թե դուք ոնց եք ըմբոստանում, ինչ մեծ դժկամությամբ եք գնում, բայց քվեախցիկում դուք մենակ եք լինելու։ Բոլորս, մեզանից յուրաքանչյուրը մենակ է լինելու քվեախցիկում։ Կատարեք ձեր պարտքը, կանգնեք Հայաստանի կողքին, կանգնեք մեր անվտանգ Հայաստանի համար, մրցունակ Հայաստանի համար, ժամանակակից եւ ինքնությունը պաշտպանող Հայաստանի համար, մենակ եք լինելու, որևէ մեկը դա չի տեսնելու։ Եթե պետք է, ես այս նախադասությունը մի անգամ եմ ասել, ստելը իհարկե լավ բան չի, բայց 8 տարի այս մարդիկ ձեզ ստել են, մի անգամ էլ դուք իրանց ստեք, ասեք այո, ձեր ուզածով կանեք, բայց գնացեք եւ տեր կանգնեք մեր պետությանը, գնացեք եւ ընտրեք Հայաստանը։ Եվ ես վստահ եմ, որ mēs միասին կարող ենք անել, չէ՞։ Միասին։ Կարող ենք։ Միասին։ Մենք ընտրում ենք Հայաստանը, մենք ընտրում ենք Հայաստանը։ Բալիկին խնդրենք մի հատ էլ ասին, հենց լավ էր ասում ինքը Հայաստան։ Շնորհակալ եմ շատ։